Բարի երեկո, եթերում ուրվագիստն եմ, ես Պետրոս Ղազարյանն եմ, ստատողներ, մենք շարունակում ենք հետևել ներքաղաքական զարգացումներին, չնայած շոկ ամառը անտանելի է դարձնում ոչ միայն սովորական կյանքը, այլև ընդհանրապես քաղաքական պրոցեսները եւ քաղաքական զարգացումները, բայց մենք գտնվում ենք, կարելի ասել, նախաընտրական մեծ փուլում եւ այն գործընթացները, որոնք այսօր են տեղի ունենում, մեծ մասամբ նախանշելու են թեժ աշունը, որը կսկսվի սեպտեմբերի 1-ից։ Գովազդային կարճ եւ թանկ վարքյանից հետո ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցերին մենք կանդրադառնանք ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ։ Հաղորդման հովանավոր Վահագնի թղմաս, այստեղ ապրում են։ Հաղորդման հովանավորն է Սեմուր & Քո ընկերությունը։ Հաղորդման հովանավորն է Նորտուն շինանյութի խանութների ցանցն իր պաստառների բազմաոճ տեսականիով սկսած 1300 դրամից։ Նորտուն շինանյութի խանութների ցանց։ Այստեղ ապրում են։ Սեմուր & Քո հայտնի անուն հայրենական արտադրողների շարքում։ Այսօր Սեմուր & Քո ընկերությունն իր գնորդին ներկայանում է նոր արտադրատեսակներով։ Առանց մետաղական կմախքի անգարներ, միակը տարածաշրջանում, գիպսոկարտոնե պրոֆիլներ, ցինկապատ եւ պոլիմերային ծածկույթով մետաղալարից ցանկապատի ցանցեր, ուղղանկյուն ջրահեռացման խողովակներ եւ գագաթնագծեր։ Սեմուր & Քոն հավատարիմ է իր որակին եւ չափսերի ճշգրիտ համապատասխանությանը։ Սեմուր & Քո հուսալի եւ ամուրտանիք ապագա սերունդների համար։ Բազմաոճ պաստառների մեծ տեսականին Նորտուն շինանյութի խանութների ցանցում։ Նորտուն իտալական դիզայնով պաստառներ պատրաստված եվրոպական հումքից։ Նորտուն էկոլոգիապես մաքուր լվացվող պաստառներ։ Նորտուն պաստառների նորացված տեսականին սկսած 1300 դրամից։ Նորտուն շինանյութի խանութների ցանց։ Եվ այսպես, ելույթատողներ, այսօր զրուցելու ենք ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ 34-90-53 ելույթատողներ զանգարեք եւ ձեր հարցերը ուղղեք պարոն Գեղամյանին, հաղորդման ավարտից քիչ առաջ մենք ձեր հարցերը կուղենք պարոն Գեղամյանին։ Մենք սկսում ենք զրույցը մեր ներքաղաքական հասարակական կյանքի ամենակարևոր, ամենահրատապ թեմաներից։ Բարի երեկո պարոն Գեղամյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Թափս շոկ Այսինքն շոկ եղանակին ճիշտ է քաղաքական լուրջ զրույցները, պարոն Գեղամյան, թե չէ։ Իսկ ըստ ձեզ եղանակի հետ կապված զրույցները կարող են լուրջ լինել եւ թեթևսոլիկ։ Իհարկե, որտեղ լուրջ մարդը կարող է 4 եղանակներն էլ լուրջ է խոսում, ծանծաղ մարդն է ծանծաղ բաներից է խոսում։ Շնորհակալություն հրավերի համար, սիրով կաշխատեմ ձեր հարցերին եւ մեր հեռուստադիտողներին հուզող հարցերին գիտելիքներից ներածի չափով պատասխանել։ Պարոն Գեղամյան, մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, Ծաղկաձորում էր, հայտարարեց, որ հունիս-հուլիս ամիսներին ամեն ինչ կարվի, մայիս, հունիս, որպեսզի սոցիալական վիճակը մեղմվի, գնաճը զսպվի եւ հանձնարարեց կառավարությանը, որ սա լինի առարկայական։ Այսինքն մարդը հիմա արդեն որ դուրս գա փողոց, պետք է զգա այդ գնաճը եւ նաեւ ասեց, որ նրանք ովքեր արդեն կթերանան, նրանք արդեն պետք է զգան իրենց վրա պատասխանատվությունը եւ հետևանքները այդ թերացումների։ Զգում է այսօր քաղաքացին այդ արդյունքները, թե ոչ։ Եթե ապավինենք պաշտոնական վիճակագրության, ապա ավաղ այսօր քաղաքացին չի կարող դա զգալ այն պարզ պատճառով, որովհետեւ վերջերս մայիսի 30-ին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին, այսինքն առաջի կիսամյակում։ Եվ եթե մենք սպառողական գների ինդեքսը 2011 թվականի առաջի կիսամյակի համեմատում ենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա գնաճը կազմել է 109.9%։ Դրա հետ մեկտեղ սպառողական ապրանքների
ինդեքսը կազմել է 112 եւ ինչ-որ 10%, իսկ պարենային ապրանքների սպառողական գների ինդեքսը կազմել է 116.2%։ Մայիսից առաջ չէ, ես հարցնում եմ մայիսից հետո։ Հիմա այդ եմ ասում, առաջի կիսամյակում, որը ներառել է իր մեջ թե մայիս ամիսը եւ թե հունիս ամիսները, այսինքն ճիշտ այն ժամանակաշրջանը, որի մասին արդարացիորեն ակնարկել էր Հանրապետության նախագահ Ծաղկաձորի իր ելույթում, ուր հստակ խնդիրներ էր դրված մեր կառավարության ֆինանսատնտեսական բլոկի առջև, ինչպես նաև կենտրոնական բանկի բլոկի առջև։ Թվում էր, որ այդ հստակ հարցադրումներից հետո առնվազն կառավարությունը կենտրոնական բանկի հետ մեկտեղ պետք է ձեռնամուխ լինեին, մանրակրկիտ կերպով վերլուծեին, որոնք են Հայաստանի Հանրապետությունում ամսյա ամիս աճող գնաճի պատճառները, մինչև հիվանդության պատճառը չիմանաս, դու բուժում չես կարող նշանակես, ճիշտ է։ Մինչդեռ մենք բացարձակապես այդպիսի վերլուծություն չտեսանք։ Մինչդեռ նույն գնաճը ունի իր խորքային պատճառներ, որոնք պայմանավորված են ոչ միայն եւ ոչ այնքան դրամավարկային քաղաքականության հետ, որի միջոցով փորձում է այսօր կենտրոնական բանկը զսպել գնաճը, այլ նաև տնտեսության ընդերքում ընթացող մակրոտնտեսական պրոցեսների հետ։ Եվ բարձրաբան է։ Մեկ այլ ԱՎԾ-ի, մեկ այլ տվյալներ չասիք, որ մեր տնտեսությունը գրեթե 10% աճ է տվել։ Մի րոպե, Ես չեմ ասում արդյունաբերությունը։ Մի րոպե, անդրադառնանք հերթով։ Տիրանն էլ ավելի էժան է, քան անցած տարի, պարոն գալիս ենք այս լուրջ հարցը, եթե մենք փորձենք անլրջացնել, ապա բազում հեռուստադիտողներ խորը հիասթափություն կապրեն, որովհետև կառավարությունից եւ ոչ մի հուսադրող միտք չեն լսում եւ թվում է թե այսօր ակնկալիքը պետք է լինի նա, որ երկուսով գանք ճշմարտության բացահայտման, իսկ որն է ճշմարտությունը։ Ճշմարտությունը կայանում է նրանում, որ մակրոէկոնոմիկայում կա համախառն ազգային եկամուտ ցուցանիշ, ագրեգատ, հավաքական ցուցանիշ։ Եվ աշխարհի բոլոր տնտեսությունները համադրելու համար կիրառվում է purchasing power parity, պարիտետ покупательной способности, որը հնարավորություն է ընձեռում տվյալ պարագայում 2003 թվականից դոլարն է եւ ամերիկյան տնտեսության գների մակարդակն է հանդիսանում բազիսային, Հայաստանի Հանրապետության ուրեմն այդ PPP կոչվածը, պարիտետ покупательной способности, կազմել է 3-6 անգամ, 3-6 գործակիցը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, եթե մենք ունեցել ենք մասնավորապես 2003 թվականին դիցուկ 8 միլիարդի չափով հնա, պետք է բազմապատկեինք 3-6-ի, որ համադրելի գներով մեր համախառն ազգային եկամուտի մասին պատկերացում կազմեին աշխարհի ցանկացած երկրում։ Ուրեմն 2009 թվականին այդ պարիտետ покупательной способности գործակիցը կազմել է 1.75%, այսինքն 3-6-ը 1.75-ի որ բաժանում ենք, 2 անգամ կյանքը թանկացել է 2003-ից 2009 թվականները, 2 անգամ է թանկացել, 2.05 անգամ։ Դրա հետ մեկտեղ մենք ձեզ հետ միասին գիտենք, որ 2010 թվականին սպառողական գների ինդեքսը կազմել է 108.3-7%, 2011 թվականի կես տարվա ցուցանիշներով 109, այսինքն ներկայումս նվազագույնը 7-8 տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետությունում կյանքը թանկացել է 2.3 անգամ եւ ավելի։ Հիմա նայենք ինչ է փոխվել 2003-ից 2009 եւ վերջի 2 տարիների ընթացքում։ 2003 թվականին Հայաստանի Հանրապետությունում 1 դոլարի փոխարժեքը կազմում էր 578.77 դրամ։ 2009 թվականին դա կազմում էր 363.67, այսինքն 1.7 անգամ, 1.6 անգամ մոտարապես
արժե զրկվել է դոլարը, այդ պարագայում կյանքը 2-3 անգամ թանկացել է, իսկ եթե մենք ուշադիր նայում ենք այդ ճիշտ նույն ընթացքում միայն 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի ավարտը 500 միլիոն դոլարի չափով ինտերվենցիային ֆինանսական շուկայում արհեստականորեն դրամի փոխարժեքը բարձր պահելու համար։ Կնշանակի 2003-ից 2009 թվականը եւ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը, որի նշանակակետը եղել է դրամի արհեստական կուրսի բարձր պահելը, հանգեցրել է մեր կյանքի 2-3 անգամ թանկացմանը։ Ով է սրա մասին խոսում։ Ով է պատասխանատվության հրավիրել կենտրոնական բանկի այն թվերի, ուրեմն պատասխանատուներին եւ գործող ղեկավարությանը, որոնք այն թվերի պատասխանատուները պարոն Գեղամյան հիմա հայտնի տեղում են։ Հայտնի տեղում են, խնդիրը պատասխանատվության ենթարկել է, ես չեմ ասում ձախ ոտից գլխի վայր կախելը, պատասխանատվության ենթարկելը նշանակում է այդ մարդկանց ասել, լսեք, այ ընկերներ, դուք սխալ եք եւ ձեր սխալը կործանարար հետևանք է ունենում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ճնշող մեծամասնության։ Այսինքն, կարող ձեր եթե ամփոփելը մինչև շատ կա, Պետրոսյան, առաջին հետևությունը 2003 Սերժ Սարգսյանի հանրականը չի կատարվում։ Մի րոպե, գալիս ենք դրան, Պետրոսյան, հիմնավոր ասենք, քո հաուչեի համար չի։ 2003 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը սխալ է եւ խիստ բացասական հետևանքներ է թողում մեր էկոնոմիկայի զարգացման վրա։ Հիմա բացի սխալ դրամավարկային քաղաքականությունից սղաճի նաև սղաճը ծնելու ուրիշ գործոններ էլ կան, մասնավորապես արտադրողական ծախքերը, պրայզվոստվինի զատրատը, եթե դրանք աճում են, բնականաբար դրանց աճը մտնում է արտադրվող ապրանքի ինքնարժեքի մեջ, ինքնարժեքը բարձրանում է, վաճառքի գինը բարձրանում է, սղաճը բարձրանում է։ Դրա հետ մեկտեղ կան բազում այլ գործոններ, մասնավորապես կոմունիկացիաների ուրեմն դժվարացնող աշխատանքը։ Խոսքը նրա մասին է Հայաստանի Հանրապետությունը լինելով շրջափակված ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Վրաստանի երկաթգիծն էլ չաշխատելու պայմաններում երկու պատուհան ունենք Պարսկաստանի եւ Բաթումի կամ Փոթի։ Այսինքն ճանապարհային ծախսերը նույնպես բացասաբար են լրացուցիչ որպես բեռ են անդրադառնում ներմուծվող ապրանքների ինքնարժեքի վրա եւ դա իր հերթին բերում է գների բարձրացում, ինչը հանգեցնում է գնալչի եւ սղաճի։ Դա այդ մեկտեղ կա ուրեմն պահանջարկի շոկ կոչվածը, խոսքը շոկի մասին չէ, այլ շոկը, շոկի մասին է։ Մասնավորապես կարկուտը խփեց, բերքը փչացավ, ուրեմն գյուղմթերքը պակասեց, գյուղմթերքի պակասության պայմաններում վերամշակող ձեռնարկությունները թեր բեռնված են աշխատում, բայց նույն հոսանքն են ծախսում, նույն աշխատուժն է մյուսը ինքնարժեքը կամա թե ակամա բարձրանում։ Այսինքն կարելի է սա մի կես ժամ էլ շարունակել, բայց խնդիրը կայանում է նրանում, դուք մեկ անգամ, մեկ անգամ մի վերլուծություն լսել եք, որ մանրակրկիտ կերպով սղաճի գործոնները հանրությանը բացատրվեր, մարդիկ իմանային ինչից հետո ինչ ա գալի, ոչ միայն բացատրվեր, այլ նաև համապարփակ ծրագիր մշակվեր ըստ սղաճը ծնող պատճառների դրանց առաջը առնելու համար։ Եվ եթե դա չի արվել, բնականաբար հանրապետության նախագահի հանձնարարականը չէր կարող կատարվել եւ գիտեք վատը որն է, այսօր էլ դեռ ասուլիսների ժամանակ կանգնում աչքաչափով ասում են, որ մենք տարվա վերջին կտեղավորվենք ուրեմն սղաճի թվերի մեջ։ Այ բալամ, ինչ ես անում, որ տեղավորվես, բացատրես մեր ժողովուրդն էլ հասկանա, հավատա քեզ, որ սղաճ դեմ պայքարի եզակի ճանապարհ չընտրի։
Чемоданы պատմիշку и в Россию։ Էս է այսօր ցավոք սրտի։ Պարոն Գերանյան, տեսեք, դուք միշտ ձեր խոսքի մեջ քննադատում եք կառավարության եւ վարչապետին, հիմա էլ։ Բայց եթե այսպես է, ապա պետք է հետևանքներ լինեն։ Կառավարության քաղաքական պատասխանատուն նախագահն է։ Դուք քննադատում եք վարչապետին, նախագահին միշտ գովում եք, չի բռնում, որովհետեւ այս վարչապետի, այս կառավարության քաղաքական պատասխանատուն նախագահն է։ Ուրեմն այս կառավարության քաղաքական պատասխանատուն համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հանդիսանում է այն մարմինը, որը ունի մեծամասնություն ազգային ժողովում, այ վաղն է սահմանադրության նորն ենք նշում, այնտեղ սևը սպիտակով գրած, եւ ինքն է ձևավորում։ Ուրիշ բան, որ տվյալ պարագայում Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահն, այնտեղ ունի բացարձակ մեծամասնություն եւ նա է ձևավորել։ Ինչու չկան հետևանքներ, պարոն Գերանյան։ Ուրեմն հետևանքներ լինել չլինելու հարցը թող ուրեմն որոշեն այն օղակները, ովքեր կոչված են եւ լիազորություններ ունեն։ Ես գտնում եմ, որ անկեղծ ու ազնիվ եմ նույն ժողովրդից հանդեպ, իմ գործընկերների հանդեպ եւ ինչու՞ չէ հանրապետության նախագահի հանդեպ, որովհետեւ ես ասում եմ այնինչ տեսնում եմ հարցի մյուս կողմը արդյոք ասածս հիմնավոր է թե ոչ, ավաղ տվյալ պարագայում հիմնավոր է, իսկ թե որքանով ասվածս քննարկման առարկա կդառնա եւ վերջի վերջո կհարգվի, դա ժամանակը ցույց կտա։ Փաստը մնում է փաստ, որ ավաղ կառավարության ֆինանսատնտեսական բլոկը չի տիրապետում իրավիճակին, նրանք չունեն խորքային վերլուծություն անելու ունակություններ եւ ցավը կայանում է նրանում, որ այսօր խուսափում են ուղղակիորեն ասել, նրանք կարող է այո, ուսյալ են, բարեկիրթ են, շատ նեղություն գրպանհատի հոգեբանություն չունեն, անարմար չի, որ մեր երկիրը արտասահմանում ներկայացնեն, պրծ, վсё Մասնագիտական առումով այդ մարդիկ չկան, լավ ինչ անենք, վերջին փախչողը գնա օդանավակայանում լույսը հանգցնի, որ հասկանալի դառնա, որ սրանք չեն տիրապետում վիճակին, եւ հարվածի տակ են դնում հանրապետության նախագահին, անցանք ասեմ հասարակ մի բան, 3 դժվարին տարիների ընթացքում շատ եւ շատ դժվար էր վարել այնպիսի քաղաքականություն թե ներքին, թե արտաքին, որ գետ մեկ մարդու քթից արուն չթափվի։ Խոսքս 2008 թվականի մարտի 1-ից հետո այն շիկացած վիճակի մասին է։ Այդ մարդը կարողացավ այդ անել, եւ որ թիմը պատվազից անում հիմա ինչ, հա, թիմը թող փոխի, ով ա դեմ։ Բայց չէ որ նա պայման ստեղծեց եւ այս կառավարությունը երանելի վիճակում է աշխատում։ Երանելի այն կտրվածքով դեռ գետ մեկ օրենքի նախագիծ չի եղել, որ մտնի ազգային ժողով եւ օրենքը կարեւորություն իրենից նշանակի եւ հանկարծ չընդունվի։ Նախորդ ազգային ժողովում մինչեւ օրենքները ընդունվում էին, չնայած մեծամասնություն ընդդիմությունը չուներ։ Ասում եմ, սեմ պատով շլո Քրտնում էին մարդիկ, լրջությամբ էին պատասխանում ազգային ժողովի նիստը սկսվելուց հետո նախարարը իրեն թույլ չէր տալիս 1 կամ 1.5 րոպե ուշացումով մտներ դահլիճ։ Հարցեր կան, որ խորքային վերլուծության կարիք ունեն։ Պարոն Գերանյան, դուք անցած շեշտեցիք արտագաղթը, մեր մտավորականները Անցած չէ մի անգամ շեշտեցի, չիմադան պատմիշկուի վպիրոտ։ Մեր մտավորականները հանկարծ զարթնեցին եւ հիշեցին, որ արտագաղթ կա երկրում։ Ընդ որում, ես սկսեցին բարձրաձայնել, դիմել վարչապետին, դիմել ազգային ժողովի նախագահին, որ երբ որ նայում ես թվերը, ասում, չնայած մեր միգրացիոն ծառայության ղեկավար ասում է դա արտագաղթ չի։ Մարդիկ գնացել են այսքան ավելի շատ, այսքան ավելի քիչ եկել են, բայց նրանք կարող եկող տարի հետ գան։ Բայց սա վերլուծության խնդիր է, ոնց որ դուք եք ասում։ Այ ինչով եք բացատրում մտավորականների այս հանգարցակի արթնացումը 20 տարի հետո։ Եվ երկրորդ, ճիշտ չի լինի խոսալ ոչ թե այն արտագաղթ, այլ արտագաղթ ծնող պատճառների մասին։ Այդ մասին մեր մտավորականները միշտ վախենում են խոսան, որովհետև կարող է շատ ցավոտ հարցադրումներ անեն իշխանություններին։
Ես ավելի խոհեմ եմ վերաբերվում մտավորականների այս կարծում եմ այո ժամանակին բարձրացված հարցերին խոհեմ ինչով եմ պայմանավորում այդ բառը ուշացած չի արձագանքը կարծում եմ որ ոչ երբ ընթանում են լրջագույն շատ լուրջ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ երբ մենք ձեզ հետ միասին արդեն իսկ տեսնում ենք որ մայիսի 25-ին էր երբ էր Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրների պրեզիդենտները արդեն իրենց երրորդը թվով հայտարարության մեջ շատ կոշտ երանգներ հաղորդեցին այս գործընթացին Լեռնային Ղարաբաղի հիմնարարցի կարգավորման մասնավորապես ասել եթե դուք չեք պայմանավորվածության գալ չգալը կորոշի թե որքանով եք դուք միանգամայն ճիշտ է որքանով եք դուք պատրաստ գնալ խաղաղ պայմանագրի կնքմանը այս պարագայում ներսի ցնցել այսինքն շեշտադրել այն արատները, որոնք ավաղ անցած 3 տարիների ընթացքում ցնցում չի, պարոն Գերան, մեր մտավորականները ինքան են սուս մնացել ու անհասցե եղել։ Իսկ ինչ ասեն, որ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերը կամ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերը զանգվածաբար դատարկվում են, դա ասենք։ Հիմա ինչու է դա ասվում։ Հիմա ասում դանակը ոսկորին է ասվում է նրա համար, որ հարգելի ուրեմն կառավարություն, հարգելի ազգային ժողով։ Ձեզ համար երկրի քաղաքական իշխանությունը, ղեկավարությունը ապահովել է բարիս իսկական առումով բամբակային պայմաններ, փափուկ պայմաններ աշխատելու համար, մասնավորապես 3 անգամ տեսակարար կշիռը մեր պետական արտաքին պարտքի համեմատնային 1.5 տարում ավելացավ, տեսակարար կշիռն եմ ասում։ Վարկեր կարողացավ քաղաքական որոշումներ գտնել, բերել 1.3 միլիարդ դոլարով վարկերն ավելացան։ Ցնցումներ չեղան, ցույցեր չեղան, որոնք ցնցումների մեջ կբերեն եւ այլն։ Այսինքն պայմաններ ստեղծվեցին նորմալ աշխատելու, թող աշխատեն։ Ազգային ժողովին ինչի հիշատակեցի։ Ազգային ժողովին հիշատակեցի, որ երբ ազգային ժողովը տեսնում եւ համոզվում է, որ կառավարության կողմից ազգային ժողովը հեղեղած օրենքի նախագծերը չեն լուծում այն հիմնական հարցերը, որոնք ծառացած են երկրի տնտեսության առաջ, պետք է ինքը օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա, փառք Աստծո այնտեղ կան մարդիկ, ովքեր տիրապետում են մակրոէկոնոմիկային։ Հենց նույն Բարգավաճ Հայաստանի Վարդան Բոստանջյանը հայեղափոխական դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը, Նռանյանը թողների անունը մոռացել եմ, հանրապետական կուսակցություն նույն Գագիկ Մինասյանը կան մարդիկ եւ ցավ է ապրում, որ ասես նրանք էլ կաշկանդվել են հանգարտ չստացվի, որ իրանք ինչ որ կառավարությանն ասեն, լսի այ ընկերներ, դուք սխալ եք։ Չի կարելի տասնյակներով օրենքներ ընդունել, չի կարելի ուրեմն պետության արտաքին պետական պարտքը հասցնել ուրեմն հնայի 36%-ի դայլ հավաքագրման 17%-ի պայմաններում հարկեր հավաքագրման հնայի կապ եւ ուրեմն ոչ մի արդյունք չստանալ։ Արդյունքը լինի նա, որ վիճաբանում են 45000 մարդ կիսամյակում գնաց, թե 65000 մարդ գնաց։ Արմատապես պետք է փոխել, պետք է դիագնոզ տալ, բնագավառ առ բնագավառ, Հայաստանը դա Ռուսաստան չի, ոչ էլ Միացյալ Նահանգները մի բուռ տնտեսություն է, մի բուռ տնտեսություն, Մոսկվայի 2 ֆեդերալ շրջանների չափ բան է։ Բալա միթե չէր կարելի դնել հատիկ վերլուծել, տեսնել, քննարկել, հետո դիմել նույն կառավարությանը, նույն կենտրոնական բանկին ասել հարգելի ընկերներ, նման անհեթեթ վիճակ չի կարող լինի, երբ ուրեմն 578 դրամից դոլարը հասնում է 363-ի կյանքն էլ, այսինքն դրամը փաստորեն պետք է հակառակը գնողունակությունը, վճարունակությունը, կյանքը 2-3 անգամ թանկանում է։ Ախր բաներ կա, որ մնում ես զարմացած ու ապշած։ Անտարբեր կողքից նայես, վաղը մյուս օրը ինքդ քեզ սրիկա կճանաչես, որտեվ դու գիտես վատա ու դու լռում ես։ Խոսում եմ կես տարին մեկ հազիվ եք կանչում, շնորհակալություն հրավերի համար, որտեվ վերջի անգամ դեկտեմբերի 22-ին եք կարծեմ հրավերի կամ 23-ին, մի օրվա տարբերություն կարող է։ Պարոն Գեղամյան, քաղաքական, ներքաղաքական կյանքի մասին
Կառավարության ինձ թվում է այսքան հերիք է։ Մինչև սեպտեմբեր։ Բայց սիրտս ցավում է նույն կառավարության համար, թե չէի էլ ասի։ Կասեա թող գնան կործանեն, բայց երկիրն էլ հետն են քաշում։ Այն մարդուն էլ ընդ են պատվազից անում պրեզիդենտին։ Ու լուրջ են պատվազից անում։ Բայց 10% տնտեսական աճ կա, պարոն Գեղամյան։ Տնտեսական ակտիվությունը, տնտեսական աճի հետ մի խառնեք մեկ։ Բայց մեկը մյուսի հետևանք չի, պարոն Գեղամյան։ 2003-2010 թվականներին երկնիշ տնտեսական աճ էր եւ այդ երկնիշ տնտեսական աճի առանցքը կազմում է շինարարությունը, արդյունքում մենք ունենք հյուսիսային պողոտա, որի 10 շենքում 10 բնակիչ չի ապրում, 10 ընտանիք չի ապրում։ Եվ մենք տեսանք, թե փոքր ինչ, երբ դրսից եկող տրանսֆերտները շեշտակի պակասեցին, որովհետև դրսից եկած գումարներով էր դա հիմնականում կառուցվում, ինչպես երկիրը 14.4% համախառն ներքին արդյունքի անկում արեց։ Երկրորդը, մի հատ ուշադիր նայեք, 2008 եւ 2009 թվականին պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆերոմետալների ուրեմն գները հիմա բարձրանում են։ Մետաղի բորս ոչ թե բարձրանում, 3 անգամ բարձրացել են։ Եվ դուք այդ համախառն ներքին արդյունքով հիմա չեն հաշվում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի մեջ 65% տեսակարար կշիռ բաժին է ընկնում այդ ճյուղերին, հանքարդյունաբերությանը եւ նույն այդ պղնձի խտանյութ, ֆերոմոլիբդենի մյուսի բանի վրա։ Ինչ ենք խափում, հիմա սա էլ չինարական նույն փուչիկն է, վաղը մյուս օրը աշխարհը գնում է նորից ֆինանսական ճգնաժամի։ Բավական է ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքը արդեն գերազանցել է այն սահմանագիծը, որ ամերիկյան կոնգրեսի կողմից նշված էր 14.7 տրիլիոն դոլար, այսինքն արդեն պարտքը գերազանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հնան, պրեզիդենտ Օբաման կոնգրեսին դիմել է, որ պատալոկը բարձրացնեն 16.7%, հանրապետական կոնգրեսականները, որոնք մեծամասնություն են կազմում, չեն համաձայնում։ Երկրորդ փուչիկը պայթելու է ժամանակ կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի նման տնտեսության վրա, որը բացարձակապես անվտանգության պաշար տնտեսության մասին է խոսքը, բացարձակապես չունի եւ ամբողջությամբ այսօր երկու գործոնով է պայմանավորված, գործոն համար մեկը դա արտասահմանի ստացվող տրանսֆերտներն են, ֆրանսերեն տրանսֆեր, անգլերեն տրանսֆերտներն են, ըստ որում հետաքրքրական է նա է, որ 86%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, գործոն համար 2 հանքարդյունաբերությունը։ Եվ եթե հանկարծ ֆինանսական ճգնաժամի մենք վсё Հայ ազգային կոնգրեսը ասել է, որ Սերժ Սարգսյանը մինչև սեպտեմբեր կամ կկազմի իր պատվիրակությունը եւ կգա երկխոսության, կամ կհամարեն սպառված եւ կդիմեն կոշտ քայլերի։ Ձեր մեկնաբանությունը։ Լևոնը կգա միտինգին սենց կանի, հա, ժողովուրդն է կախարդված, կասել տեսնենք ինչ ասի։ Իմ մեկնաբանությունը կանում է նրանում, որ ես խորը հիասթափություն ապրեցի Լևոն Տեր-Պետրոսյանի վերջի հանրահավաքին ունեցած ելույթից։ Եվ այս խորը հիասթափությունը պայմանավորված է։ Դուք իր բոլոր ելույթներից էլ հիասթափություն եք ապրում։ Ելույթներ կան, որ ողջամտության հատիկներ ուրեմն իրենց մեջ պարունակում են եւ ուրախանում ես, որ այդ մարդը 96 թվականից հետո ոչ միայն Կիլիկյան թագավորության մասին է ուսումնասիրություններ արել, նաեւ աշխարհաքաղաքականության, այդպես չի, որ բոլորից դժգոհ եմ։ Մասնավորապես ելույթների մեջ հատվածներ կան, որ շատ ինձ գոհացրեցին։ Դիցուկային, որ նա ասեց, եթե Աստված մի արասել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողություններ սկսեն, ինքը պետական գործ չի վայել, հայտարարությամբ հանդես եկավ, որ կոնգրեսականները առաջինը կգնան, այդտեղ եթե լավ բան ասել, ոնց ասեմ վատ բան ասել։ Բայց ինչի եմ ես հիասթափվել։ Հանրապետության երրորդ հանրապետության առաջին նախագահը մնում է պատմության մեջ որպես նորաստեղծ հանրապետության առաջին նախագահ։ Եվ երբ հանկարծ նա հանրահավաքին նախորդած հունիսի
երկուսին Մոսկովսկի նովոստի թերթին տալիս է հարցազրույց եւ թող ներվի բարի համար, բարիս իսկական առումով ստախոսությամբ, ապատեղեկատվությամբ է զբաղված։ Ասեմ ինչ է, ես չեմ զլացել, որ չստացվի մերկապարանոցը։ Հարց են տալիս, դուք Բերլինյան պատը ճեղքելու զգացողություն չունեիք, երբ հանկարծ մարդիկ, որոնց հետապնդում ու բանտերն էին նստեցնում, հայտնվեցին խորհրդարանում։ Կոշտ պայքար էր կենտրոնի հետ, Ռուսաստանի Մոսկվայի հետ։ Եղել են նույնիսկ արյունալի իրադարձություններ, Հայաստանում են եղել 1990 թվականի մայիսին, առաջին եւ երկրորդ ընտրությունների միջակայքում, երբ այստեղ սադրանք կազմակերպեցին եւ 27 մարդ սպանվեց, որ թույլ չտան մեր իշխանության գալը խորհրդարանական մեծամասնության միջոցով։ Ընտրությունների առաջին փուլը մայիսի 29-ին էր, երկրորդը պետք է տեղի ունենար հունիսի 5-ին։ Առաջին փուլում մենք դեռ մեծամասնություն չէինք ստացել, սակայն դեռ շատ տեղեր կային, որ պետք է տեղի ունենար երկրորդ փուլը։ Մեզ համար շանս էր ստեղծվել։ Դա կանգնեցնելու համար սադրանք կազմակերպեցին Կայրանում, ինչ որ երիտասարդներ մոտեցել էին սահմանապահներին, իբր նրանցին զենք գնելու համար։ Այն ժամանակ սահմանապահները մշտապես ուղեկցում էին մեր գնացքները մինչև Ադրբեջանի հետ հենց այդտեղ էլ նրանց միջև իբրև թե վեճ է ծագել, սահմանապահները գնդակահարեցին այդ երիտասարդներին, այնուհետև սաղ չեք կարդալ, չէ, սաղ չեմ կարդալ, հայտնվեցին այլ մարդիկ երիտասարդներին պաշտպանելու բանակը միջամտեց, նման հզոր խառնաշփոթը տևեց ամբողջ օրը, մեզ հազիվ հաջողվեց, ուրեմն դա հանդարտեցնել 27 մարդ էր սպանվել, բայց լավ միթե անհարմար չի զգում։ Այդ պատահական երիտասարդներ չեն, ինքն է շատ լավ գիտի, իր ուղարկած Լենինյան ՀՀՇ-ի տարածաշրջանի զինված ջոկատներ, Ֆյոդոր Աբաջևի գլխավորությամբ, մեջ ներում էր նաև Նազարեթյանը, 7 ատրճանակ մի հատ ԱԿՄ ավտոմատով ինքնաձիգով գնում են, ասում են զենքերը վայր դրեք, զենքը վայր դե թե դնի, զինվորականը գիտի, որ նա կգնա տրիբունալ, կդատվի, և 27 մարդ չի սպանվել, 18 մարդ է սպանվել, 16 հենց մայիսի 27-ին է սպանվել, երկուսը 17-ին ու 18-ին, 28-ին ու 30-ին, այն էլ մեկը ռազմական գոսպիտալում, մյուսը Բուրդենկոյի կլինիկայում։ Բա դու ինքդ սադրանքը կազմակերպես, ինքդ սպանության հեղինակ դառնաս, վերջում ստորաբար ասես, որ գնացին անմեղ սահմանապահներից, դուք հրահարեցիք խաբելով, որ պայմանավորվել են, դուք միայն մոտեցեք զենքերը վայր կդրեն։ Այո, իրենց պետք էր, որ արյուն թափի սովետական բանակը, այո, իրենց պետք էր, որ իբր նրանք պաշտպան կանգնեն, իսկ ով կանխեց դա։ Կանխեցինք 5 հոգով, Փարկասում անունները տալիս են վկան և տեսաժապավեններն է կան, ցանկացած պահի կարող եմ տալ, որ թերհավատները տեսնեն, համոզվեն։ Դա ներկայումս Բարգավաճ Հայաստանի ուրեմն ցուցակով դեպուտատ դարձած Քաջարի Ռուբեն Գևորգյանն էր։ Դա Մանվել Քոչարյանն ով քաղաքապետի արորդն էր այն ժամանակ։ Դա Կիլիկիացի ուրեմն Մացիկն էր։ Դա Վարդանն Հակոբյան եւ ձեր խոնարհ ծառան էր։ Կադրերը կան, չէ, որ չեն թողում, մերոնք չեն թողնում, որ գնանք, որովհետև մենք անզեն պետք է գնայինք, իսկ հրամանը տրված էր Ագոննա Պարաժենը եւ մերոնք մասնավորապես նույն Ազատ Արշակյանը, Լեոնիդ Անգալադյանը, ասում են մի գնացեք մերոնք կարողա չիմանալով խփեն, բա դու դրանից հետո կայանում ես երկրի առաջին նախագահն ես եղել, բացահայտ սուտ ես ասում ռուս ընթերցողին, Մոսկովսկի նովոստի, որ թարգմանվում է եւ աշխարհով մեկ գնում է։ Բա դրանից հետո ես ոնց հավատամ։ Բա դրանից հետո ես ոնց մեր ժողովրդին կոչ չանեմ հերթական անգամ մի խաբվեք, հերթական անգամ մի գնացեք այս ճանապարհով։ Խոսքը դրա մասին է։ Ես քաղաքական զարգացումից եմ հարցնում Ռուբեն Գևորգյանին, կանչեք խնդրեմ Մանվել Քոչարյանին, Կիլիկիացի ուրեմն այդ լավ տղային, Մացոին, Մացիկին եւ Վարդան Հակոբյանին կասեն, տեսաժապավենը տան, մի հատ թողնային ինքն էլ անհարմար զգա։ Բա եթե երկրից նախագահան բացահայտ կերպով խափում է, այն էլ նման լուրջ եւ ծանր հարցում։ Ես այդ երկրի նախագահի երեխեքիս ապագան ոնց կապեմ, թորներիս ապագան ոնց կապեմ, ախր բաներ կա
տեղը չի ասելու, որտեվ տպավորություն կստեղծվի, արա էս ինչ է, էս ուզում Լևոնից։ Բայց չի կարելի, չէ՞ sense բաներ անել, Պետրոս ջան։ Հիմա իմ հարցին կոնկրետ, պարոն Գերաման, ես դրա մասին չէի հարցրել։ Ես ասացի, որ Հայ ազգային կոնգրեսը այսպես վերջնաժամկետ ատվե, մինչև սեպտեմբեր կգան կերկխոսեն, եթե չէ, մենք կգնանք սրացման։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարության կենտրոնական բանկի ապաշնոր տնտեսական եւ դրամավարկային քաղաքականության արդյունքում երբ ժողովրդի կենսապրուստը զգալիորեն իջել է, երբ սոցիալական վիճակը գնալով ծանրանում է, ստեղծվել է պարարտող համատարած դժգոհությունների, առավել եւս մարդիկ, այն էլ հայ մարդը տառապանքի կդիմանա, եթե նա թունելի վերջում լույսը տեսնի, եթե նա իր մեջ հույս արթնացնեն, եթե նա հասկանա ինչ է կատարվում դիցուկ տնտեսությունում, այդ պարագայում նա էլի կդիմանա, բայց երբ նա տեսնում է օրեցօր իր սառնարանի բաղադրությունը գնալով ուրեմն կրճատվում է, երբ տեսնում է ծայրը ծայրին չի կարող հասցնել, երբ հայտարարվում է, որ 107%-ով միջին աշխատավարձի աճ է արձանագրված, դրա հետ զուգահեռ գոնե խեղճները չեն կորցրել, գրում են 199% սպառողական ուրեմն գների ինդեքսի աճ է արձանագրվել, այդ մարդը ճարահացալ փողոց պետքա դուրս գա, օգնություն պետքա խնդրի, եթե նա ի վիճակի չի, իզորու չի գնալ Հայաստանից դուրս աշխատանք որոնելու։ Այդ պարագայում պարարտող է ստեղծվում։ Պարարտող է ստեղծվում հենց նույն ՀԱԿ-ի համար, ես ՀԱԿ-ը չեմ ուզում ընդհանրացնել, այնտեղ կան ազնվագույն մարդիկ, այնտեղ կան ըմբոստ հայրենասեր մարդիկ, ովքեր այն ելանելիությունից, որտեղ հույսերը չեն կապում կառավարության հետ, բայց ելք ուզում են տեսնեն եւ ուզում են մնան Հայաստանում։ Եվ այդ մարդիկ բնականաբար դժգոհների մի հսկայական զանգված որ լինի, այդ ժամանակ էլ Աստված մի արասցե Ղարաբաղի շուրջ խմորումները գնան ոչ հայանպաստ ուղղությամբ, որը ցավոք սրտի բացառել չի կարելի, չնայած մինչ օրս գրագետ քաղաքականություն է։ Մի հարց եւ անցնենք Ղարաբաղյան թեմային։ Պարոն Գերաման, հիմա որ ես ձեր վերլուծությունը լսում եմ, տեսեք, Կենտրոնական բանկն է մեղավոր, ազգային ժողովը ինչի, կառավարությունը ընդհանրապես սրիկա է, ընդդիմությունը էլ հարց չկա, իսկ նախագահը ես նախագահի մարդկային տեսակը ընդունում եմ եւ ասեմ ձեզ, հավատացնում եմ, սա սովորական քննադատություն չի, սա շատ ծանր քննադատություն է, որովհետեւ սա բարեկամի կողմից արված քննադատություն է։ Իսկ եթե ես այսօր հիմա սկսեմ նաև նախագահին քննադատել, ինչ Լևոնի համար ճանապարհ հարթեմ, որ նորանոր սպանություններ լինեն, ում համար ճանապարհ հարթեմ։ Այսօր քաղաքական իրավիճակը ճշմարտությունը ասելն է, պարոն ճշմարտությունը ես ասեցի, խմբագրել հանուն ճշմարտությունը ես ասեցի եւ ասեցի այնքան դառը, որ էլ ասելու չի։ Եթե դուք հիշեք որևէ մեկը նման փաստարկված օրինակներով վերլուծություն է արել, կասեմ հալալա ձեզ, չեք հիշի դուք։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք, չէ՞ որ ես սա թղթե եմ տալու, որ չստացվի էլի, ասեցի, լսեցին, քննարկեցին, մոռացան։ Սա գրված է, որտեղ ես իմ ասացի տերն եմ, եւ ես կան ասելու համար հատորներ եմ կարդացել։ Ոչ թե ձեր հաղորդմանն եմ պատրաստվել։ Ես ուզեցել եմ ինքս իմ համար հասկանամ, կարող է այս տղեկը իրենցից կախված նանում են, բայց օբյեկտիվ պատճառներով չի ստացվում, ոչ, ցավոք սրտի այդպես չի։ Բարի, պարոն Գերաման, Կազանից հետո թվում էր Ղարաբաղյան process-ը որոշակի կսառի, սակայն մենք տեսանք միանգամից շատ մեծ ակտիվություն։ Մեդվեդևը կարծես թե չի ցանկանում բաց թողնել նախաձեռնողական ոգին, նա արդեն գրավոր ինչ-որ բան է ուղարկում, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա, այսինքն թեժ են պահում կրակ, այսինքն հույս չունենակ, որ առաջվա նման էլի կգնաք, մի կես տարի էլի մլուլ կտակ, հետո էլի մի հատ նորից կգանք, ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված է այսպես կոչված մեծ մերձավոր արևելքում ընթացող զարգացումներով, որովհետև հարավային Կովկասի տարածաշրջանը նույնպես դիտարկվում է ինչպես կենտրոնական Ասիան մեծ մերձավոր արևելքի բաղկացուցիչ մաս։ Եվ
Այսօրվա դրությամբ գերպետությունները ունեն մի քանի խնդիր, որ պետք է լուծեն մեծ մերձավոր արևելքի տարածաշրջանում։ Խնդիրներից կարևորագույնի շարքին է դասվում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ընթացող զարգացումները մեկ, երկրորդը այն խողովակաշարի մարշրուտը, որով թուրքմենական, ադրբեջանական գազը առաջի փուլում պետք է տեղափոխվի կամ Եվրամիության երկրներ Թուրքիայի վրայով կամ ուրեմն Ռուսաստանի Դաշնություն, որովհետև եթե Նաբուկո գազատարի հարցը սկզբունքորեն լուծվում է, իսկ դա առկախ վիճակում է, ապա աշխարհաքաղաքական զարգացումները մի փոքր այլ հունով են գնալու։ Գաղտնիք չէ, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը հատկապես արևելաեվրոպական երկրների գազային ուրեմն պահանջարկի 35-ից 40%-ն է ուրեմն բավարարում։ Եթե Նաբուկոն չկայանա, գազի պահանջարկը գնալով աճելու է, բնականաբար եթե Ռուսաստանով գնա, իսկ Ռուսաստանը արդեն հավակնում է եւ հստակ հայտարարել է վարչապետ Վլադիմիր Վլադիմիրոչ Պուտինի կողմ հայտարարվել է, որ Յուժնի պոտոկ հարավային հոսք ուրեմն գազատարն է կառուցվելու, որը հեռանկարում տարեկան կտրվածքով իզորու կլինի շուրջ 40 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել ղազախական, արդեն նաև ղազախական, թուրքմենական եւ ադրբեջանական գազը Ռուսաստանով, Սև ծովի հատակով, Թուրքիայով դեպի ուրեմն Եվրոպա։ Ոնց է կապվում Ղարաբաղյան այս ակտիվության հետ։ Ուրեմն Ղարաբաղյան ակտիվության հետ կապվում է հետևյալ կեր, որ չի բացառվում, որ այդ գազատարին միանա նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, որովհետև եվրոպացիները պրագմատիկներ են, իրենց ինչքան մատակարարողները շատ լինեն, մրցակցությունը բարձր կլինի, մենաշնորհը Գազպրոմինը չի լինի, գների անկում կակնկալվի։ Բացի դա, այսօր գնալով Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է իր դիրքերը ամրապնդել, մասնավորապես նույն Աֆղանստանում, եւ սրանից 3 ամիս առաջ շատ հետաքրքիր կիսասկանդալային ուրեմն լուրջ փռվեց առայն որ ամսական կտրվածքով մեր իրանացի գործընկերները, հարևանները մեշոկներով քաշ փողով ուղարկում են կարզային, որ ներքին հարցերը հոգա, այսինքն Աֆղանստանը փորձում է Իրանով անել։ Դրա հետ մեկտեղ հստակ դիրքորոշում է հիմա ինքը ցուցաբերում Իրաքի հետ կապված։ Մասնավորապես բարեկամական կապեր են հաստատվել Իրաքի ուրեմն քրդական զանգվածի հետ, այսինքն եւ ինչու՞ չէ շիական ղեկավարության հետ, որտեվ նրանք էլ են շիիտներ, չէ՞։ Հիմա ինչու է Մեդվեդևը սենց շտապացնում։ Մի րոպե ասեմ։ Բնականաբար այս պարագայում Իրանի վրա ազդեցությունը լիարժեք կլինի միայն այն դեպքում, երբ նա կարողանա մասնավորապես շուրջ 108 կիլոմետր երկայնքով Իրանի հյուսիսային սահմանը, որը այսօր վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից, դառնա ուրեմն միջազգային խաղաղարար ուժերի հսկողության ներքո գտնվող տարածք եւ դրանով իսկ նա այսպես ասած շրջափակման մեջ կվերցնի Իրանի Իսլամական Հանրապետությունը, որովհետև հարավից կլինի Իրաքը, որտեղ ամերիկյան զորքեր են, արևելքից կլինի Աֆղանստանը, որտեղ ՆԱՏՕ-ի զորքեր են, արևմուտքից կլինի Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, հյուսիսից էլ կլինեն խաղաղարար ուժերը եւ Իրանի հետ կապված իրենք կկարողանան համապատասխան քաղաքական տեխնոլոգիաների շնորհիվ ապակայունացնեն Իրանում իրավիճակը, առավել եւս այնտեղ էլ կան խնդիրներ, պայմանավորված ոչ միայն հոգեվոր բարձր իշխանությունների հետ, այլ նաեւ պայմանավորված ադրբեջանական գործոնով։ Եվ ահա հետաքրքրությունը դրանում է եւ պատահական չի, որ ճիշտ հուլիսի 1-ին Իրանի, այսպես ասենք, իրենց մոտ իսլամական խորհրդի ժողով, պարլամենտը, իրանց ղեկավար Ալի Լարիջանին պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանի Հանրապետությունում, հանդիպեց Իլխամ Ալիևի հետ եւ իր ադրբեջանական գործընկեր Օկտայ Ասադովի հետ։
Եվ նա այդ հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր հայտարարություն արեց, առայն որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կողմ է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, հետո շարունակեց։ Դրա հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ Ադրբեջանի համար այդ ցավոտ խնդիրը, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, պետք է լուծվի ռեգիոնալ տարածաշրջանային բանաձևի շրջանակում։ Եվ ավելացրեց, որ մեծ տերությունները շահագրգռված չեն խաղաղություն հաստատելու գործում Օկտայ Ասադովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ եւ քննադատեց Մինսկի խումբը, ասելով, որ տասնամյակներ շարունակ ոչ մի առաջընթաց չի արձանագրվում։ Եվ այս պարագայում բնականաբար, երբ մի կողմից արհեստականորեն հող ստեղծվեց, որ չստորագրվի Կազանում եւ ոչ մի փաստաթուղթ, ըստ որում հողը ստեղծեց Ադրբեջանի Հանրապետության նախագահ լրացուցիչ 10 հարցադրումներ առաջարկելով հենց քննարկումների ժամանակ, իսկ պատճառը մեկն է, նա ուզում է Մինսկի խմբի շրջանակներից դուրս գա այդ հարցը եւ մտնի միավորված ազգերի կազմակերպություն եւ պատահական չի ճիշտ օրերս իրենք նորից օրակարգ ՄԱԿ-ի հերթական գլխավոր վեհաժողովի օրակարգ են մտցնում երկու հարց, մեկը Վուամ, Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, Վուամ տարածաշրջանում գոյություն ունեցող կոնֆլիկտները եւ մյուսը Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված իրավիճակ, այսինքն ճիշտ այն նույն երկու բանաձևերը, որոնք 2009 թվականին դրվել էին օրակարգում եւ որոնց դեմ դուրս եկան այն ժամանակ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, որը ինձ համար տարօրինակ էր, որովհետեւ British Petroleum-ը մենք գիտենք Բաքու-Թբիլիսի Ջեյխանը լրիվ բրիտիշն է, չէ։ Հիմա ինչա Ռուսաստանը շտապում։ Հիմա նա տեսնում է, որ վաղը մյուս օրը, եթե հարցը չի լուծվում Ռուսաստանի պատրանաժով, ապա չի բացառվում, որ վաղը մյուս օրը հարցը կարող է մտնի միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի օրակարգ, այնտեղից էլ անվտանգության խորհուրդ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը չկարգավորված բաների կոնֆլիկտների ժամանակ միշտ չի կարող վետո դնել, առավել եւս այդ պարագայում նա գիտի, որ Ադրբեջանը շատ հեշտ կգնա գործարքի արևմուտքի հետ, առայն որ նա կերաշխավորի 100%-ով Նաբուկո գազատարը գազով լցնելու պայմանագիրը եւ պատահական չէր սրանից 1 ամիս առաջ պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգստարը լինելով Ադրբեջանում հայտարարել էր, որ Կասպից ծովի հատակով թուրքմենական գազի տեղափոխումը Ադրբեջան միայն եւ միայն երկու ինքնիշխան պետությունների, այն է Թուրքմենիա եւ Ադրբեջանի լուծվելիք խնդիրն է, մինչդեռ նա շատ լավ գիտակցում է, որ Մերձկասպյան պետությունները այն է Իրան, Թուրքմենստանը, Ղազախստանը, ուրեմն Ռուսաստանը եւ Ադրբեջանը դեռ վերջնական պայմանավորվածություն չունեն Կասպից ծովի ստատուսի վերաբերյալ, որտեղ տարբեր մոտեցումներ կան, մեկն ասում են հատակով 5 հավասար մասի բաժանենք, մյուսն ասում է ջրի մակերեսով եւ այլն։ Կարճ անցնենք հեռուստայտողների հարցերին, պարոն։ Այնտեղ էլի 2 հատ զապաս հարցեր ունեիք։ Չենք հասցնում, չենք հասցնում։ Դա շատ կարևոր հարցեր են, որ հեռուստայտողների հարցերը իմ համար ավելի կարևոր են։ Չենք շոկին համաձայնվել, եկել եմ այստեղ կրակատ հապում, կպատասխանեմ ցանկացած հարց։ Դուք այնտեղ հարցեր քննադատում եք։ Սրանք կարճ ավարտենք։ 2012-ի ընտրություններում տեխնացիոն դնելու եք, Արշակյանն է հարցնում։ Խնդրում եմ կարճ, պարոն։ Օրը կգա բարինետը։ Եթե վիճակն այդքան վատ է, ինչու հանրահավաք չեք անում, Ավետիսյան Արտյոմն է հարցնում։ Հանրահավաքը, եթե կլսի լավագույն դեպքում այս սկիզիչ շոկի պայմաններում 10,000 մարդ, այս հեռուստահաղորդումը առնվազն 100,000 մարդ լսեց, ռացիոնալիզմից ելնելով։ Պրոֆեսոր Տեր Գալստյան, ինչով եք բացատրում Լինսի հիմնադրամի լուծարումը։ Լինսի հիմնադրամը ոչ թե լուծարվեց, հավանաբար մեծապատիվ Քրկորյանը
գտնում է նպատակահարմար ավելացած միջոցները, որոնք կան տնօրինի այլ ոլորտներում եւ այլ երկրներում, մասնավորապես իմ ինֆորմացիայով Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնականում։ Ստեփան քաղաքագետ, օրս Ռուսաստանի Դաշնության որոշ տարածքներ Դաղստանից տրվել են Ադրբեջանին։ Տեղակ եւ ինչ է կարծում այս հարցի ինչպես է կազդի ԼՂՀ հակամարտության վրա։ Անշուշտ տեղյակ եմ, մասնավորապես այսօր էլ էլեկտրոնային կայքեջերում փշալարերի հետևում ադրբեջանական գաղթականների կան։ Դուք Facebook-ում կաք, պարոն։ Ոչ, ես Facebook-ում չկամ, որդիս կա, ընտանիքից մեկը երևայել իմ, սաղ ընտանիքով Facebook-ում ինչ են կորցրել։ Դա շատ կարծում եմ կարևոր հարց է եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի իր գործընկերների հետ այդ հարցին կտա օրինավոր լուծում։ Լեռնային Ղարաբաղի հետ ես չեմ կապում, ուղղակի կապ չեմ տեսնում։ Արտակ Մովսիսյան, ինչպես է գնահատում Սփյուռքի նախարարության հայրենադարձության ծրագիրը։ Հայրենադարձության ծրագիրը դա համապետական խնդիր է բոլորիս համար եւ այստեղ պետք է ողջունել Սփյուռքի նախարարին, որ ասես թե նա իրենից կախվածն անում է եւ ուշադրությունը սևեռում է թե կառավարության, թե բոլոր մարմինների այդ հարցի կարեւորությանը։ Դա համապետական ծրագիր պետք է դառնա, ավաղ այսօր մենք հակառակի ականատեսն ենք, երբ գնալով ավելի բազմանում է մեր Սփյուռքը։ Ռուբիկ, դուք տապանակարեր եք պատվիրում, հիմա ինչ եղավ, տես բան եղել, պարոն Գերամյան։ Խոսքը քաղաքական առումով Ռուբիկը ուրեմն ուշադիր չի հետևում ելույթներիս, վաղուց դրել եմ, Պալիրովկեն էլ արել եմ։ Մանվել, որ նախագահի օրոք չի եղել սպանություն, երբ խոսում եք բոլորի մասին խոսեք։ Բոլորի մասին էլ խոսում եմ։ Բոլորի մասին էլ խոսում եմ, պարզապես տվյալ դեպքում ես ականատեսն եմ եղել, ես ուրիշի ասածը չեմ կրկնում, այլ ես այդ ոչ միայն տեսել եմ եւ այդ դաժանությունը մինչեւ հիմա այդ տեսլականները աչքիս առաջ են, դրա համար համարձակորեն ասում եմ եւ ինչ խոսք քննադատելի է բոլոր տեսակի բռնությունները, որոնք իրականացվում են ցանկացած եւ ընդհանրապես ցանկացած մարդու նկատմամբ, անկախ նրանից թե այդ մարդը վերջին տականքն է թե չէ, դրա համար գոյություն ունի օրենք, դրա համար գոյություն ունեն դատարաններ, օրենքով թող խստագույնս պատժվի։ Եթե ոչ հակի, ապա ում հետևից գնանք, ձեր թե Արտուր Բաղդասարյանի, ասում է Հակոբյան Գևորգը։ Թող իրանք մտածեն, իրենք դեմք դառնան, որ նախիրի պես Չոբանի հետևից չգնան։ Մեր ժողովուրդը սիրում է միացրած։ Ուրեմն թող հանգիստ նստի, վերլուծի, թող վերլուծի։ Վերլուծի ով ինչա ասել եւ ինչ է ասում։ Մասնարապես իմ հետ կապված, եթե 1990 թվականից սկսած մինչև օրս բերեն, ասեն, պարոն Գեղամյան, բայց ոնց հասկանանք, ես սենց խոսում էիր ջերմ առաջին նախագահի մասին, հիմա խես վատ խոսում։ Նույնը երկրորդ նախագահի։ Երրորդ նախագահի տնական իրար լավ քննադատեցինք, ուրեմն նա անվանարկեց, այս Լևոնն է մատի փաթաթանա դառը ինքը դրանով ապացուցում է, որ ինքն այն ինչ ինձ է ասում, հետո քաղաքական հողի վրա իրար հետ փոխհամաձայնության եկանք եւ այդ մարդը քաղաքական գնահատական տվեց, որը գրքումս ճուզողներիս համար գրել եմ։ Եվ այդ առաջին նախադասությունն էլ հետեւյալն է, իսկ ով չգիտի, որ Արտաշես Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է։ Էսա քաղաքական գնահատական։ Ամիրխանյանն ասում է, ես ձեզ գիտեք ինչու չեմ հավատում, որովհետև աղբահանությունը բարձրացավ 400%-ով, բնակ վարձը 100%-ով, ինչ արեց ձեր կուսակցությունը, ասում է Ամիրխանյանը։ Այ հակը միտինգներ անում եւ այլն։ Ուրեմն պարոն Ամիրխանյանը հավանաբար ուշադիր չի եղել, մենք ավաղ ազգային ժողովում ներկայացված չենք։ Հակն էլ ներկայացված չի, պարոն Գեղամյան, բայց տեսեք ինչեր է անում։ Իսկ ինչեր է անում։ Միտինգներ, ճշումներ, միտինգներից հետո աղբահանություն կատարողների համար թազա գործ է ստեղծում, հələ որ է տանում։ Ապականում է օպերայի հրապարակը։ Ուրիշ բան որ դա հետևանքն է այն արատավոր տնտեսական քաղաքականության, որը ես քննադատում եմ։ Դա հետևանքն է։ Եթե ամեն ինչ բնականon հունով գնար, ապա նման ծախսերը համաչափ կլինեին ներկայումս ավաղ դրանք համաչափ չեն։ Էլի հարցեր ունեք։
Եվ իմ վերջին հարցը անդադ հիշեցնում եք, այո, իմ վերջին հարցն է, նախագահը ելույթ ունեցավ Ստրասբուրգում եւ այնտեղ sense մի ֆրազ կար, Աստված մի արածի, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետեւ իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի։ Եվ մեր մոտ ասում են, այս սա ճիշտ չի, որովհետեւ մեր մարտունակությունը այս ելույթից sense ընկնում է։ Ուրեմն պետք է ասել, որ մենք կմտնենք Բաքուն կգրավենք։ Նախ դա ուրեմն ելույթում չի ասել, այլ պատվիրակներից մեկի դա իր պատասխաններից ամենաուժեղն էր մեր մեջ ասած։ Իհարկե, եւ ասեմ, ուժը ասեմ ինչու՞ն է։ Եթե դուք ուշադրություն դարձրեցիք Լ'Ակվիլայի, այսինքն 2009 թվականի հուլիսի, 2010 թվականի հունիսի Մոսկվայի եւ 2011 թվականի Դովիլի հայտարարությունների մեջ կարմիր թելի պես գնում է մի գաղափար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումը։ Նախագահան ելույթը դա ունենում է Ստրասբուրգում եւ այդ պատասխանով նա ասում է մենք սկզբից մինչեւ վերջ այդ օկուպանտ ագրեսոր պիտակը որ կպցրել եք դա մենք չենք, մենք պաշտպանվող ենք, մենք խաղաղասեր ազգ ենք, մենք խաղաղություն ենք քարոզում անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները 6-7 անգամ բարձրացնում են ռազմական ծախսերը, երբ իրենց ռազմական բյուջեն հասցնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, երբ ռազմական ծախսերը ընդհանուր առմամբ հասցրել են 4.6 միլիարդի, այսինքն նա հող պատրաստեց կանխած գալով, որ Ալիևը Կազանի պայմանավորվածությունները վիժեցնելու է, եւ արդեն Ալիևն է ընկնում Օբամայի, Մեդվեդևի, Սարկոզի այն բնութագրման տակ, որ նա պատրաստ չի ժողովրդին պատրաստել խաղաղության։ Ուրիշ բան, որ մենք պետք է հասկանանք, որ դրսի լսարանի առաջ խոսելը լրիվ ուրիշ չափանիշներ է դնում քո առջև, քան ներսի լսարանի։ 21 ելույթ եմ ունեցել Ստրասբուրգում, Վաշինգտոնում, Ռոտերդամում, Վիեննայում, ելույթներս, որ մեկը կարտակասի Ռոբերտ Քոչարյանի համար ես Գեղամյանի խելքը չէր գնում, այնքան եմ գովացել երկիրը, որ գովում ես երկրի պրեզիդենտին, բայց գովացել եմ համեմատականի համար, որ Ադրբեջանի հետ համեմատելու ոչ մի եզր չլինի։ Հարցեր կան, եւ չի կարելի միանգամից պարտվողական էսեն, դա չեղավ էլի։ Մտածեք էլի, մի քիչ խելքով կներեք, էլի պետք է մի քիչ խորամանկ էլի։ Գոնե հիմա բոլորի համար ակնհայտ եղավ, որ Հայաստանի Հանրապետության նախագահան Ստրասբուրգի խորհրդարանական վեաժողովի բարձր ամբիոնից ասում է, ես գիտակցաբար իմանալով հանդերձ, որ Ադրբեջանը մինչև ատամները զինվում է, պատրաստում է ռազմական գործողություններ, ես միևնույն է հավատարիմ եմ 3 համանախագահների կոչին եւ ժողովրդից խաղաղության եմ պատրաստում։ Հարցեր կա, չէ՞։ Պարոն Գեղամյան, եթե դուք սենց հիացած եք Սերժ Սարգսյանը, հանրապետական չեք մտնում։ Ուրեմն ես հիացած եմ, իմ երկրով ինչքան էլ ծանր օրեր է, բան։ Եվ այդ հիացմունքս այսօր դրսևորելու երկիրս փրկելու միակ ճանապարհը տեսնում եմ նախագահային պաշտպանելու մեջ անկախ նրանից։ Համամիտ եմ, թե ոչ իր կառավարության վարված տնտեսական քաղաքականության հետ պատկերացրեք Սերժ Սարգսյանը գնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ինչա լինելու այսօրվա դրությամբ ուժերի այս բաշխվածության պայմաններում այս քաոսային այս ատելության վիճակում երկրի ներսում մի հատ այդ հարցը տվեք էլի Սիրելի ստատողներ, սա ձեզ հարց, որ մտածեք այսօր մինչև առավոտ։ Շնորհակալություն, պարոն Գեղամյան։ Ես էլ եմ շնորհակալ, հարգարժան պետ։ Շնորհակալություն։ Վաղը մեր սահմանադրության օրն է, պարոն Գեղամյան։ Ձեր կարծիքով մի հարց, մեր սահմանադրությունը մի երեկում լեգիտիմ է, թե ոչ։ Գրածները այնքան լավն են, դա Աստված կյանքի կոչվեն։ Առաջի հոդվածից սկսած ինքնիշխան, սոցիալական, ժողովրդական հանրապետություն։ Մենք կհանդիպենք վաղը, արդեն կլինի սահմանադրության տոնը մեր մոտ սիրելի ստատողներ, թե որքան տոնական կլինի մթնոլորտը, ես դժվարանում եմ ասել, կհանդիպենք։ Հաղորդման հովանավոր Վահագնի թղմաս, այստեղ ապրում են։ Հաղորդման հովանավորն է Սեմուր & Քո ընկերությունը։ Հաղորդման հովանավորն է Նորտուն շինանյութի խանութների ցանցն իր պաստառների բազմաոճ տեսականիով սկսած 1300 դրամից։ Նորտուն շինանյութի խանութների ցանց։
այստեղ ապրում են։ Սեմուր & Կո, հայտնի անուն հայրենական արտադրողների շարքում։ Այսօր Սեմուր & Կո ընկերությունն իր գնորդին ներկայանում է նոր արտադրատեսակներով։ Առանց մետաղական կմախքի անգարներ, միակը տարածաշրջանում, գիպսոկարտոնե պրոֆիլներ, ցինկապատ եւ պոլիմերային ծածկույթով մետաղալարից ցնկապատի ցանցեր, ուղղանկյուն ջրահեռացման խողովակներ եւ գագաթնագծեր։ Սեմուր & Կոն հավատարիմ է իր որակին եւ չափսերի ճշգրիտ համապատասխանությանը։ Սեմուր & Կո, հուսալի եւ ամուր տնիկ ապագա սերունդների համար։ Բազմավոճ պաստերների մեծ տեսականին Նորտուն շինանյութի խանութների ցանցում։ Նորտուն իտալական դիզայնով պաստերներ պատրաստված եվրոպական հումքից։ Նորտուն էկոլոգիապես մաքուր լվացվող պաստերներ։ Նորտուն պաստերների նորացված տեսականին սկսած 1300 դրամից։ Նորտուն շինանյութի խանութների ցանց։